Ողջույն սիրելի հեռուստադիտող, ձեզ հետ հրադարձ հաղորդաշարն է։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։ Զրույցի ընթացքում կքննարկենք վերջին օրերի ամենաուշագրավ իրադարձությունները, որոնց մասնակցում է ոչ միայն տարածաշրջանը, այլ ամբողջ աշխարհը։ Պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անդրադառնանք Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, հակամարտությունը նոր փուլ է մտել, Իրանին հարվածեց Իսրայելը, ռազմական գործողություններին մասնակցում է նաև ԱՄՆ-ն, ձեր կարծիքով ինչ զարգացումներ կարելի է սպասել, առավել ևս երբ կարծես իրավիճակն առաջի օրերի նման սուր չէ։ Ցավոք սրտի իրավիճակը սուր է, որովհետև մեկ տասնյակից ավելի երկրներ ուղղակիորեն ներքաշված են այս հակամարտության մեջ։ Ուղղակի նորմալացման երևույթ կա։ Մենք վարժվում ենք օր-օրի նոր պատերազմին եւ մեր համար դառնում է սովորական այդ պատերազմը։ Ես ուզում եմ միանշանակ ասել, որ սա ագրեսիայի ակտ է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմագործողությունը իրականացվել է առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիայի, առանց միջազգային լեգալ ընթացակարգերի, չկար որևէ պատճառ, որ անխուսափելի դարձներ պատերազմը, բանակցությունների միջոցով միանգամայն հնարավոր էր այնպես անել, որ միջուկային ծրագրի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության լինի միջազգային վերահսկողություն եւ երաշխավորի դրա քաղաքացիական բնույթը, եւ երկրորդը հորինվածք կամ հեքիաթ են այն զրույցները, որ այս գործողությունները բերելու են Իրանի Իսլամական Հանրապետությունում դեմոկրատիայի հաստատմանը, որովհետեւ վերջին 2 տասնամյակում Միացյալ Նահանգների միջամտությունը կամ ագրեսիվ գործողությունները դեմոկրատիա չեն հաստատել ոչ Աֆղանստանում, ոչ Իրաքում, ոչ Լիբիայում, ոչ Սիրիայում։ Դեպաբար այստեղ նույնպես այդ որպես շարժարիտ ներկայացնել մեղմ ասած որոշ մարդկանց կամ մարդկանց խմբերի ականջներ շոյելու համար է։ Ոնց այսպես։ Ընդհանրապես, եթե խոսենք ռազմական գործողությունների մասին, դժվար է կանխատեսել, բայց մի քանի ճշմարտություններ ես կասեմ։ Միայն ռազմական գործողությունների ռազմաօդային հարվածների ճանապարհով առաջին համաշխարհային պատերազմից հետո որևէ երկրում չի փոխվել իշխանություն կամ չի փոխվել այդ երկրի իշխանության քաղաքականությունը եւ հարմարեցվել ագրեսոր պետության օրակարգին։ Հետևաբար, եթե չհետևեն ցամաքային գործողություններ կամ Իրանի էլիտայում չգտնվեն գործիչներ կամ խմբեր, որոնք լոյալ կլինեն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հանդեպ, դժվար է պատկերացնել, որ այս օդային հարվածները բերելու են Թել Ավիվի կամ Վաշինգտոնի համար ցանկալի արդյունք։ Երկրորդ, կարծում եմ սխալ էր հաշվարկ կատարել Իրանի հասարակության մոտ իրենց իշխանության հանդեպ արկա դժգոհություններին, որտեղ արտաքին հարվածների պարագայում հասարակության եւ իշխանության միջև ընդհակառակը նկատում ենք ինչ-որ կոնսոլիդացիա, որը շատ բնական է։ Եվ երրորդ, Թեհրանում եւ Թել Ավիվում եւ Վաշինգտոնում կարծես թե մի փոքր թերագնահատել էին ասիմետրիկ հարվածներ հասցնելու Իրանի Իսլամական Հանրապետության պոտենցիալ։ Հետևաբար որևէ մեկը հիմա չի կարող կանխատեսել ինչպիսի ընթացք կունենան իրադարձությունները։ Այս համատեքստում կցանկանայի անդրադառնանք նաև Իրանի կողմից դեպի Նախիջևան ԱԹՍ-ների արձակմանը, ավելի վաղ դեպի Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ էին վնասազերծվել ՆԱՏՕ-ի ուժերը, սրանք ինչ են, վրիպակ թե այլ ենթատեքստ կարելի է տեսնել։ Գիտեք, ես երկու վերսիա կարող եմ այս առումով ասել, որ կամ Իրանը բավարար տեղեկատվություն ունի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը լարելային մասնակից են իր դեմ գործողություններին, բայց կարծես թե Թեհրանը հետևականորեն զվարկածը հերքում է, ասում է, որ իրանք չեն այդ հարձակման հեղինակները, կամ երկրորդ այլ ուժեր սադրանք են կազմակերպում, որպեսզի Ադրբեջանին եւ Թուրքիային ներքաշեն պատերազմի մեջ,
որովհետև նրանց տարածքից Իրանի խորքերը ավելի հեշտ կլինի հարվածել։ Ես ավելի շատ հակված եմ երկրորդ պատճառին։ Պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի Իրանի կողմից թիրախավորվեր Ադրբեջանը կամ Թուրքիան։ Նրանց այսօրվա դիրքորոշումները նման պատճառ չի ստեղծում։ Տեղի ունեցավ բավական կոշտ արձագանք Ադրբեջանի նախագահի կողմից, նա ասաց. մենք չենք հանդուրժի այս անհիմն ահաբեկչական գործողությունները եւ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիան, մեր զինված ուժերին հանձնարարել ենք պատրաստվել եւ իրականացնել պատասխան գործողություն, սա ինչպես կմեկնաբանեք։ Ես չեմ կարծում, որ բանը հասնելու է նրան, որ Ադրբեջանը ներգրավվի կամ ներքաշվի այս պատերազմի մեջ։ Իհարկե, այս միջադեպը շատ լուրջ նստված կթողի Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում դիվանագիտական փոխհրաձգություններ գուցե լինեն, գուցե նոր ճգնաժամ թևակողի երկու երկրների հարաբերություններում, բայց եթե ամեն ինչ սահմանափակվի Նախիջևանի միջազգային օդակայանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններով, կարծում եմ դիվանագիտական խողովակներով երկու երկրներին կհաջողվի բանը ռազմական առճակատման չհասցնել։ Ադրբեջանի նախագահը այս համատեքստում նաև Հայաստանին է հիշել եւ ասաց, ինչպես վերջ դրեցինք Հայաստանի օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չարամիտ ուժի դեմ եւ Իրանում պետք է դա հիշեն, սա ինչ է նշանակում։ Գիտեք, ամեն առիթով Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի սուբյեկտությունը մեծացել է, որ Ադրբեջանի հետ պարտավոր են հաշվի նստել նույնիսկ Ադրբեջանից անհամեմատ ուժեղ երկրները։ Նման ագրեսիվ կեցվածք պարոն Ալիևը ցուցաբերում էր նաև, երբ Ռուսաստանի երկնքում կործանվեց էլի ԱԹՍ-ների, բայց իհարկե պատահական է դեպքում ԱԹՍ-ների հարվածից կործանվեց ադրբեջանական ինքնաթիռը, զոհվեցին ադրբեջանի քաղաքացիներ, էլի շատ կոշտ կեցվածք ուներ Ռուսաստանի հանդեպ։ Նման կոշտ կեցվածքով նա անցած 2 տարիներին պատասխանել է Ֆրանսիային, նման կոշտ կեցվածքով պատասխանել է Բայդենի վարչակազմին։ Սա հարավկովկասյան նոր իրողության դրսևորում է։ Մեծացել է Ադրբեջանի սուբյեկտությունը, ինքը բավականին ինքնաբավ եւ ինքնուրույն քաղաքականություն է վարում եւ իր նոր կարգավիճակին ստիպում է, որպեսզի ադապտացվեն ռեգիոնալ եւ արտառեգիոնալ խաղացողները։ Ինչ եք կարծում, կարող է արդյոք իրավիճակը վերածվել լայն տարածաշրջանային պատերազմի։ Արդեն լայն տարածաշրջանային պատերազմը, որովհետեւ պատերազմի դառնությունը հասցրել են ճաշակել բացի Իսրայելից, ԱՄՆ-ից եւ Իրանից նաեւ ծոցի երկրները, Կիպրոսը, այսօր արդեն Ադրբեջանը, սրանից լայն տարածաշրջանային պատերազմ դժվար է պատկերացնել։ Ռուսաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Իրանի հետ, բայց միաժամանակ երկար տարիներ պահպանել է հարաբերություններ նաև Իսրայելի հետ։ Այս հակամարտության պայմաններում ինչպիսի քաղաքականություն է ընտրել Ռուսաստանը, նրանց արձագանքն ինչպես կգնահատեք, իդեպ նշեմ, որ ՌԴ նախագահը անձամբ չի մեկնաբանել կատարվողը։ Այդ ռազմավարական պայմանագրում ռազմական փոխգործակցության կետ չկա։ Եթե ռուս-իրանական պայմանագրի մասին եք խոսում, այնտեղ մեկի վրա հարձակումը մյուսի դեմ հարձակում չի ընկալվում։ Սա ֆիքս ենք, այսինքն չի պարտավորեցնում Ռուսաստանին անմիջապես մտնել պատերազմի մեջ, եթե չկա Թեհրանի խնդրանք։ Թեհրանի նման խնդրանք կարծեմ թե չկա։ Սա մեկ։ Երկրորդը Ռուսաստանի կամ Չինաստանի ներգրավումը այս պատերազմական գործողություններին կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։ Սա էլ նկատի ունեցեք։ Երրորդը Ռուսաստանի նախագահը շատ ակտիվ շփումներ ունի այս պահին էլ թե Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների, թե Իսրայելի պաշտոնյաների, թե ծոցի երկրների ղեկավարների հետ, միջամտել է նաև դիվանագիտական գործիքակազմով է լինում։ Ես չեմ բացառում, ուրիշ որ նախաձեռնություն լինի։ Չորրորդը Ռուսաստանը գիտեք, որ կաշկանդված է ռուս-ուկրաինական պատերազմով եւ առանձնապես անգամ մեր ցանկության դեպքում ավելի մեծ միջամտություն ցույց տալ չի կարող։
Չինաստանի պահվածքին եւս անդրադառնանք, մինչև հիմա խորհրդարանի խոսնակի միջոցով են արձագանքել, ինչու են նրանք լռում։ Դա տեսանելի կողմն է։ Էլի համոզված եմ, որ դիվանագիտական շատ ակտիվ ստվերային աշխատանք է տարվում, դա արդյունք կտա թե չէ, ժամանակը ցույց կտա։ Վերջը շատ բարդ պատերազմ է, որը կանգնեցնել է կամ հրադադարին հասնելը բավականին բարդ է։ Շատ ուժեղ շահեր են բախվել, երկու կողմերը շատ կոշտ հռետորաբանությամբ, այսինքն երեք կողմերը նույնիսկ շատ կոշտ հռետորաբանությամբ են հանդես գալիս եւ շատ բարդ է որևէ ազդեցիկ միջնորդի համար կանգնեցնել այս պատերազմը։ Գիտեք, նման դեպքերում ընդունված չի բարձրագույն դիվանագիտական հայտարարություններով process-ին միջամտել, հատկապես գերտերությունների կողմից։ Նրանց դիվանագիտական աշխատանքը հաճախ տեսանելի չէ եւ միայն վերջի պահին ենք մենք իմանում, որ ինչ-որ միջնորդություն կամ նման կարգի ինչ-որ գործընթաց է եղել։ Եկեք չշտապենք, հետո չշահագործենք մեր հասարակության պատկերացումները միջամտություն տերմինի վերաբերյալ։ Միջամտությունը միայն պատերազմի մեջ ներքաշվել է չի, դեպ շատ ճիշտ են անում, որ չեն ներքաշում, որովհետև դա ավելի լայնածավալ, անվերահսկելի մի գլոբալ պատերազմի սկիզբ կդնի, որը ապոկալիպտիկ կանխատեսումներ չեմ ուզում անեմ, բայց համաշխարհային աղետի կարող է բերել։ Հայաստանը անմիջապես սահմանակից է Իրանին, այս համատեքստում մեզ վրա ինչպես կայադառնա տեղի ունեցողը։ Շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ, անվտանգային ռիսկեր կարող են առաջանալ։ Ի վերջո, եթե հանկարծ մեր տարածաշրջանը, այսօր խոսում ենք Ադրբեջանին թիրախավորելու մասին։ Եթե պատերազմը գա մեր տարածաշրջան, կարող է շատ ծանր հետևանքներ անվտանգային ստեղծել։ Մեկ, երկրորդ անվտանգային մի հատ այլ ռիսկ էլ կա, եթե օրինակ փակվի Իրանի ճանապարհով Ադրբեջանի անցումը դեպի Նախիջևան, շատ հնարավոր է Ադրբեջանը կոշտ Հայաստանից պահանջի իրեն ճանապարհ տալ դեպի Նախիջևան։ Սա անվտանգային ռիսկերի մասին։ Տնտեսական ռիսկեր շատ մեզ կարող են առաջանալ, առևտրի 15-20%-ը բաժին անգնում Իրանի ճանապարհին։ Սա բերելու է գնաճի, անխուսափելի։ Լոգիստիկ խնդիրներ կարող են առաջանալ դժբախտաբար, օրինակ կարող է փակվել այդ ճանապարհը Իրանին ընդհանրապես։ Էներգետիկ խնդիրներ կարող են առաջանալ, որտեղ շատ ներդաշնակեցված են Հայաստանի եւ Իրանի էներգետիկ համակարգերը։ Հումանիտար դրսևորումներ, ճգնաժամ կարող է առաջանալ, եթե փախստականների հոսք սկսվի, միգրացիոն եւ դեմոգրաֆիկ ճգնաժամ կարող է հարուցել Հայաստանում։ Շատ բազմաբևեռ, բազմաշերտ ռիսկերի համակարգ կարող է առաջանալ։ Ես շատ ընդհանուր վերնագրային մակարդակով ներկայացրեցի ուղղությունները։ Եվ վերջապես այստեղ խաղաղության հասնելու Թրամփի ջանքերը այլևս ավարտված են, թե ոչ։ Թրամփը մեծապես տուժելու է այս ամենի հետևանքով։ Տեսեք, եթե հանկարծ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են հաջողում, Հայաստանի հետ 42 կիլոմետրը կորցնում է իր ստրատեգիական նշանակությունը եւ Միացյալ Նահանգները գուցե այդտեղ ներդրում չանեն, դեռ ավելի լոյալ Իրանը կդառնա այն ճանապարհը, որով իրենք ավելի հեշտ այդ կոմունիկացիաները կանցկացնեն։ Եթե պարտվում է Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պարտվում են եւ Իրանը պահպանում է իր ազդեցությունը, այլևս անկարելի է պատկերացնել, որ ռազմական գործողություններում չհաջողած Միացյալ Նահանգները Իրանի քթի տակ կարող է նման բան իրականացնել, հետեւաբար շատ մեծ է հավանականությունը, որ մեր իշխանությունները զրկվեցին իրենց սիրած խաղալիքից, Թրիփից, կամ այդ որպես քարոզչական խայծ օգտագործելուց։ Շնորհակալություն այսօրվա համար այսքանն էր, իսկ մեր հյուրն էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։